Մի քիչ բացեմ հարցը, որ բոլորին պարզ լինի, թե ով է հանդես գալու տեսաուղերձով։ Ուրեմն աշխարհում տնտեսագիտության մեջ Նոբելյան մրցանակակիրը ազգությամբ հայ է։ «2024 թվականին, այսինքն այս տարի, անցած տարի, այս մարդը աշխարհում ճանաչվել է Նոբելյան մրցանակակիր որպես լավագույն տնտեսագիտական միտք ունեցող մարդ ու ազգությամբ հայ։ Ինքը սովորել է Կոստանդնուպոլսի Ստամբուլի Արամյան դպրոցում, հետո տեղափոխվել է Ամերիկա, այդ իսկ պատճառով է ազգանունը Օղլու, Աչեմ Օղլու, բայց հայ է, Տարոն անունը։ Ու մենք բոլորս շատերս գիտենք, շատերը ճանաչում են, նա մեր աշխատանքային խմբին, տնտեսագիտական խմբին առաջարկելու է այն գաղափարները, որով Հայաստանը պետք է զարգանա։ Հայաստանի համար աշխարհի լավագույն տնտեսագետին ենք ներգրավում։ Շնորհակալ եմ, լսենք իրեն։ Շատ ուրախ եմ մեր ձևով շարժման առաջին հաշվետու միջոցառմանը հանդես գալու որպես գործընկեր եւ խորհրդատու։ Այս նախաձեռնությունը բարձրացնում է Հայաստանի առջև այսօր կանգնած մի շարք կարևոր հարցեր եւ ես ուրախ եմ այսօր հնարավորության համար ձեզ հետ կիսվելու զեկույցի առանցքային թեմաների շուրջ իմ դիտարկումներով։ Մենք ապրում ենք մի վճռորոշ ժամանակաշրջանում, երբ աշխարհը կանգնած է տեխնոլոգիական, քաղաքական եւ ինստիտուցիոնալ խորը փոփոխությունների շեմին։ Այս փոփոխությունները լիովին առնչվում են նաև Հայաստանում։ Ցավոք Հայաստանը դեռևս չի կարողացել լիարժեքորեն օգտագործել իր տնտեսական եւ ժողովրդական ներուժը։ Երբևէ այն դիտվում էր որպես հետխորհրդային ամենախոստումնալից հանրապետություններից մեկը, կրթված մարդկային ռեսուրսով, քաղաքացիական հասարակության ներգրավվածության հարուստ փորձով եւ ժողովրդավարական զարգացման պատրաստակամությամբ։ Բայց ապագան դեռևս բաց է եւ այն գրելու հնարավորությունը մնում է մեր ձեռքերում։ Այս համատեքստում առանձնապես կարևոր են երկու ուղղություններ։ Առաջինը ինստիտուցիոնալն է, Հայաստանի ժողովրդավարությունը պետք է ամրապնդվի եւ գտնի ճիշտ հավասարակշռություն պետության, իշխանության ու տեղական եւ օտարերկրյա ներդրումների խթանման միջեւ։ Գույքային իրավունքի պաշտպանությունը վճռորոշ նշանակություն ունի տնտեսության բոլոր ոլորտներում, հատկապես տեխնոլոգիականում, որտեղ ձևավորվելուց նաև էներգետիկայում օտարերկրյա ներդրումների հիմնական ուղղություններից մեկը։ Հայաստանը անկասկած պետք է արդար բաժին ունենա իր բնական պաշարների զարգացման արդյունքներից։ Սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ գործում է գույքային իրավունքի հետևողական եւ կանխատեսելի համակարգ, որն ապահովում է ներդրողների վստահությունն ու պատրաստակամությունը ներդրումներ կատարել։ Սա բարդ, նուրբ հավասարակշռություն է եւ հեշտ է շեղվել որևէ ուղղությամբ։ Այդ պատճառով ժողովրդավարության, գույքային իրավունքի, պայմանագրային հարաբերությունների եւ թափանցիկության նկատմամբ հստակ հանձնառություն է կենսական։ Ես համոզված եմ, որ ժողովրդավարական գործընթացների պահպանումը, քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը եւ մասնագիտական փորձագիտական խորհրդատվությունը կարևոր նախապայմաններ են այս նպատակին հասնելու համար։ Հայաստանին անհրաժեշտ են ոչ միայն օտարերկրյա ներդրումներ, այլև միջազգային փորձ ու գիտելիք զարգացման նոր որակ ապահովելու համար։ Սա հատկապես վերաբերվում է ապագայի առանցքային ուղղություններից մեկին՝ տեխնոլոգիաներին։ Վաղվա աշխարհը ձևավորվելու է արհեստական բանականության ազդեցության ներքո։ Թեև այս ոլորտում ներդրումները երբեմն պայմանավորված են գովազդային աղմուկով եւ որոշ չափով շուկայական փուչիկ են հիշեցնում, սակայն դա երկրորդական է։ Կարևորը այն է, որ արհեստական բանականության տեխնոլոգիաներն արդեն այստեղ են եւ պատրաստ են փոխել աշխարհի բոլոր տնտեսությունները։ Սակայն այն երկրները, որոնք սահմանափակվելու են արհեստական բանականությունը պարզապես սպառելու դերով, չեն կարողանա օգտվել այս նորարարական ալիքի ինձեռած իրական առավելություններից։ Արհեստական բանականությունը Հայաստանի համար բացառիկ հնարավորություն է։
Քանի որ չնայած կոմունիստական համակարգից անցման տարիներին առաջացած դժվարություններին, Հայաստանը դեռևս ունի կրթված մարդկային ռեսուրս եւ խորհրդային տեխնոլոգիական ու ինժեներական ժառանգություն, որն այսօրվա մարտահրավերների պայմաններում շարունակում է պահպանել իր արժեքը։ Հայաստանի կրթական համակարգը իհարկե ունի բարելավման կարիք, բայց այն դեռևս հզոր ներուժ է պահպանում։ Սա նաև այն պատճառներից է, որ շատ հայ երիտասարդներ հաջորդ կարիերային կառուցում արտասանում։ Սակայն հաջորդ կարևոր քայլը պետք է լինի այդ կրթական եւ մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործումը, այն վերածելով ներդրումային հարթակի արհեստական բանականության եւ բարձր տեխնոլոգիաների զարգացման համար։ Հայաստանի խնդիրները նաև պայմանավորված են նրա աշխարհագրական դիրքով։ Երկիրը չունի արտաքին շուկաներ հասնելու հեշտ ցամաքային ուղիներ, ինչի հետևանքով թվային տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայությունների տնտեսությունը Հայաստանին տալիս է ակնհայտ առավելություն։ Այս տեսանկյունից արհեստական բանականության ոլորտում ներդրումները կարող են դառնալ լուծման առանցքային բաղադրիչ։ Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ արհեստական բանականությունը միատարր երևույթ չէ։ Երբ խոսում ենք ԱԲ-ի կամ օրինակ արհեստական ընդհանուր բանականության մասին, սովորաբար նկատի ունենք համակարգեր, որոնք փորձում են փոխարինել մարդկային գործառույթները։ Սակայն ավելի խոստումնալից ուղղությունը իմ համոզմամբ այն է, ինչ ես կոչում եմ մարդակենտրոն կամ աշխատողին աջակցող ԱԲ տեխնոլոգիաներ, որոնք նպաստում են աշխատողների ապահովականության աճին, ընկերությունների նորարարական զարգացմանը եւ նոր ապրանքների ու ծառայությունների ստեղծմանը։ Հայաստանը իր կրթված մարդկային ներուժի շնորհիվ հենց այս ուղղությամբ կարող է ունենալ մրցակցային առավելություն։ ԱԲ-ի զարգացումը սերտորեն կապված է ինստիտուցիոնալ զարգացման հետ։ Ցանկացած տեխնոլոգիա պահանջում է հուսալի ինստիտուցիոնալ միջավայր։ Նորարարության մեջ ներդրումներ կարելի է կատարել միայն այն ժամանակ, երբ կա վստահություն, սեփականությունը պաշտպանված է, դատարանները գործում են արդարացի եւ պետության միջամտությունը տնտեսությանը անաչառ է։ Հետխորհրդային շատ երկրներում պետությունն իրեն չափից ավելի մեծ դեր է վերականգնում, ինչը հաճախ խոչընդոտում է ազատ շուկայական մրցակցությունը։ Երբ պետությունը չափազանց ազդեցիկ է դառնում, լինի դա էներգետիկայի, բիզնեսի կամ քաղաքականության ոլորտում, դա արգելակում է նորարարության եւ տեխնոլոգիական առաջընթացի զարգացումը։ Ես վստահ եմ, որ Հայաստանը կարող է ունենալ պայծառ ապագա, եթե կարողանա խելամտորեն օգտագործել իր ամենամեծ հարստությունը՝ մարդկային ներուժը։ Իսկ դրա հիմքում պետք է լինեն ամուր ինստիտուտներ եւ կրթության համակարգի զարգացումը։ When you make the state too strong, too dominant, whether it's in the energy sector, in its control of the business process, or in the political domain, I think it is going to be inimical to using this very promising technology, as well as any other technology for flourishing. I think Armenia could have a bright future, but it has to use its resources, most importantly its people, the right way, and that starts with the right institutions and the right investment in education. Թույլ տվեք պատասխանել ձեր առաջին հարցին, որը վերաբերվում է ինստիտուցիոնալիզմի տեսանկյունից իմ դիրքորոշմանը։ Հաշվի առնելով, որ իմ աշխատանքը կենտրոնացված է պետական ինստիտուտների դերի վրա, գույքային իրավունքի պաշտպանության եւ տնտեսական զարգացման խթանման գործում։ Դուք հարցնում եք, ինչ կարծիք ունեմ Հայաստանի էլեկտրական ցանցերի վերջերս իրականացված ազգայնացման գործընթացի եւ ներդրումների ակտիվների լայնածավալ ստուգումների վերաբերյալ զեկույցների մասին։ Իմ պատասխանը դնում է այս հարցը Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացման լայն համատեքստում։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր երկրի համար գույքային իրավունքի պաշտպանությունը կենսական նշանակություն ունի։ Միևնույն ժամանակ կարևոր է, որ յուրաքանչյուր երկիր կարողանա օգտվել իր բնական եւ մարդկային ռեսուրսներից։ Սա միշտ նուրբ հավասարակշռություն է, որը պետք է գտնել ճիշտ ձևով։ Ամենակարևորն իմ կարծիքով այն է, որ ստեղծի վստահելի եւ ապահով միջավայր օտարերկրյա ներդրողների համար, որոնք կարևոր դեր են խաղալու Հայաստանի ապագայի ձևավորման գործում։ Ինչ վերաբերվում է այն հարցին, թե ինչպես կարելի է ապահովել Հայաստանի թռիչքաձև տնտեսական զարգացումը, կարծում եմ առանցքային ուղղությունը պետք է լինի արհեստական բանականության եւ բարձր տեխնոլոգիաների զարգացումը։ Այս ոլորտը բացում է նոր հնարավորությունների դաշտ, միաժամանակ պահանջելով նոր մտածելակերպ եւ նպատակային ներդրումներ։
Արհեստական բանականությունը կարող է դառնալ Հայաստանի համար տնտեսական առաջընթացի շարժիչ ուժը։ Մի կողմից օգտագործելով կրթված եւ տեխնոլոգիապես պատրաստ աշխատուժը, իսկ մյուս կողմից հնարավորություն ստեղծելով հասնելու այն երկրներին, որոնց հետ այսօրվա պայմաններում բարդ է առևտրական կապեր հաստատել ավանդական արտահանման ճանապարհներով։ Սակայն արհեստական բանականությունը ոչ միայն հնարավորությունների, այլ նաեւ մարտահրավերների մասին է։ Այդ պատճառով էլ այն ճիշտ ձևով օգտագործելը, մասնավորապես կրթության եւ թվային ենթակառուցվածքների մեջ ներդրումներ կատարելը այս ամենի առանցքային բաղադրիչներից է։ Շատ շնորհակալ եմ։ Means for the Armenian economy to reach countries abroad that are so far very difficult to reach by exporting goods using the usual ways. But artificial intelligence creates challenges as well as opportunities. So using artificial intelligence the right way, and in particular investing in education and digital infrastructure, are also part of the important elements here.